Երկու օր իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները քննարկումներ են անցկացրել Ստամբուլում ու ընդունել մի հռչակագիր ու մի քանի բանաձև, որոնց մեջ հակահայկական ձևակերպումներ ու թեզեր կան։ Ադրբեջանը 5 բանաձև է նախաձեռնել։ Դրանցից մեկը վերաբերում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքին, մեկն էլ իբրև թե Հայաստանից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին։ Հակահայկական ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն մեկը մեկին կրկնում են պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի նարատիվները։ Բայց սա չէ ամենավտանգավորը։ Ղուկասյանի խոսքով երկօրյա համաժողովի ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իսլամադավան երկրներին Ղարաբաղյան հակամարտությանը միջկրոնական կոնֆլիկտի երանգներ տալու համար։ Այդ շղարշով ծածկելով սեփական ցեղասպանական գործողությունները ու հանցագործությունները մարդկության հանդեպ։ Ադրբեջանի կողմից փորձ է արվում Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը, որի էությունը կամ որի ծագման պատճառը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին հակադրված ադրբեջանական ագրեսիաներ ներկայացնել միջկրոնական դրան տալ միջկրոնական հակամարտության երանգներ։ Բաքուն ուզում է հակամարտություն բորբոքել քրիստոնյա հայերի ու իսլամադավանների միջև, տպավորություն ստեղծելով, թե հայերն անհանդուրժող են իսլամադավանների նկատմամբ, այն դեպքում, որ աշխարհի տարբեր կետերում դարեր շարունակ նրանք ապրում են կողք կողքի առանց որևէ կոնֆլիկտի։ Այսինքն հայ ժողովուրդը, որ գոնե մերձավոր արևելքում հարյուրամյակներ շարունակ իսլամ բնակչության հետ համակեցության, բարիդրացիական հարաբերությունների մեծ փորձ ունի, փորձ է արվում հայ ժողովրդի եւ իսլամադավան տարբեր ժողովուրդների միջև բորբոքել միջկրոնական հակասության տարեր, ինչը չափազանց վտանգավոր է։ Ստացվում է կրոնաքաղաքական կառույցում երկօրյա քննարկումները հիմնականում ադրբեջանական քարոզչամեքենայի թելն են թելել, նկատում է Ղուկասյանը, ու վերջում ընդունվել են բանաձևեր, որոնք ամբողջությամբ Ադրբեջանի սրտով են։ Բաքուն պնդել է, թե Հայաստանը վերացնում է իսլամական մշակութային ժառանգությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը նույնպես 55 իսլամադավան երկրների արտգործնախարարների քննարկման օրակարգում է եղել։ Նրանք կոչ են արել Հայաստանին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական և իրավական խոչընդոտները։ Իսլամական պետությունների համագործակցություն կազմակերպությունը չի կարողացել վեր գտնվել ադրբեջանական այս կեղծ նարատիվներից, գործել սեփական սկզբունքների համաձայն եւ փաստորեն տուրք է տվել Բաքվի քարոզչամեքենայի պնդումներին եւ այս ամբողջ գործընթացը տարել է միջկրոնական հակամարտության կամ միջկրոնական հակասությունների ոլորտ։ Դատապարտելու քննադատել են Իսրայելին Գազայում հանցագործությունների համար, անուղղակի արդարացրել Արցախը հայաթափած Ադրբեջանին։ Առանց նկատելու, որ այս երկու պետությունները իրաց տարածաշրջանային քաղաքականությունը եւ նույնիսկ տարածաշրջանային ռազմաքաղաքական հարաբերությունները հնարավորինս սինխրոնիզացնում են։ Իսլամական համագործակցության կազմակերպությանը երեկ արձագանքել էր Հայաստանի արտգործնախարարությունը, դատապարտելով Ստամբուլի հռչակագիրն ու հակահայկական բանաձևերը։ Կոչ էր արել իսլամական կառույցի անդամ երկրներին վերանայել ու վճռականորեն հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Լավ է, որ տևական քնից հետո կարծես թե արթնացման որոշակի դրսևորումներ տեսանք արտաքին գործերի նախարարությունից, բայց այո, կարելի է շեշտադրումներ ավելի հասցեական անել։ Ղուկասյանը կարծում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը նույնպես պետք է արձանագրի ու դատապարտի Ադրբեջանի նպատակները միջկրոնական հակամարտություն բորբոքել քրիստոնյա հայերի ու իսլամ դավանող մարդկանց միջև։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։